Սուսաննան ծնվել է Աշտարակի Փարպի գյուղում, պարզ ու հասարակ աշխատավոր ընտանիքում։ Արմատներով ամուր կառչած լինելով հարազատ գյուղի հող ու ջրին, արտ ու այգիներին, ներծծված լինելով բնությամբ ունեցել է ուրախ ու անհոգ մանկություն։ Վայելելով գյուղի ամեն մի թուփն ու ծառը, գյուղական մանկական ուրախ ու զվարթառորյան բակային խաղերն ու բարձր քրքիջները ուղեկցել են մանկության տարիները։ Լինելով չարաճճի ու երազկոտ աղջնակ, դեռ շատ փոքր էր, երբ գրքում տեսած պատկերներից հյուսեց իր առաջին հեքիաթը։ Երբ մի տղա անընդհատ վազում էր գնդակի ետևից, իսկ գնդակը գլորվում էր դեպի գետակը, դեպի ձորը։ Նա բոլորին առաջարկում էր լսել իր հեքիաթը, միայն թե պետք է ընտրություն կատարեին, կարճ են ուզում, թե երկար։ Եթե կարճ, ապա լավ, իսկ թե համարձակվեին ու ընտրեին երկար հեքիաթը, պրծում չունեին։ Ուրեմն այսպես։ Տղան վազում էր ու անընդհատ վազում էր, իսկ գնդակը շարունակ գլորվում, մինչև գլուխները, զահլեքը կտաներ։ Իսկ ամենահամբերատարը հայրն էր, որ ասում էր. «Դե մի հատ պատմի, բայց երկար, ու էլի մինչև զահլեն կտաներ»։ Դեռ դպրոցական տարիքից բոլորը գիտեին նրա նկարչական ունակությունների մասին և հաճախ ուսուցիչները դասերից դուրս կամ էլ հենց դասի հաշվին նրան հանձնարարում էին նկարել տարբեր տոների և միջոցառումների պլակատներն ու ալբոմները։ Դա նրա սիրած պահն էր, երբ իրեն ինչ-որ բան էին վստահում, և իր համար արդեն պարզից էլ պարզ էր, որ ինքը դառնալու է նկարիչ, հայտնի նկարիչ։ Դպրոցական տարիքից Սուսաննան ևս մի նախասիրություն կամ այսպես կոչված հոբբի ուներ, դա կտրելն ու կարելն էր։ Նա կարող էր փոփոխել իր ցանկացած հագուստ ու նորովի տեսք հաղորդել, ոճային փոփոխություն կատարել հագուստի հետ այնպես, որ ոչ ոք գլխի չընկներ, թե ինչպիսին է եղել այդ հագուստի նախնական տեսքը։ Նա բազում գույնզգույն ու տարբեր կտորների ծվեններից մի գեղեցիկ ամբողջական ծածկոց կարող էր ստանալ, շարունակ նստելով կարի մեքենայի առջև։ Անգամ դպրոցական հագուստներն էր կարում ու ենթարկում փոփոխության, չտիրապետելով կարուձևի ոչ մի չափ ու ձևի, կարգ ու կանոնի։ Երևի դա էր պատճառը, որ հենց դպրոցական տարիքում ընդունվեց գյուղի կուլտուրայի տան կար ու ձևի խմբակ։ Ավարտելով դպրոցը ընդունվում է Երևանի գեղարվեստի ուսումնարան։ Հենց գծանկարչության քննության կեսից քննությունը վերահսկող և ընդունող դասախոսը հորդորում է այլևս չշարունակել նկարել և առաջարկում, նույնիսկ պահանջում, որպեսզի գնա և ընդունվի մանկավարժական ինստիտուտ։ Սուսաննան մերժում է դասախոսի առաջարկը, մտադրություն ունենալով հետագայում ընդունվել Գեղարվեստի ակադեմիա։ Շուտով բոլոր դասավանդող մասնագետներն էլ նկատեցին նրա տաղանդը և անթաքույց ոգևորում և հիացական խոսքեր էին հղում, հորդորելով հանկարծ ու հանկարծ չամուսնանալ, որպեսզի չխոչընդոտի իր տաղանդի զարգացմանը։ Սուսաննան համոզված էր, որ ինքը անպայման կդառնա հայտնի նկարիչ և պատկերացնում էր, որ մի օր անպայման կհայտնվի Վենետիկում, կքայլի ոսկեդարյա հռչակավոր նկարիչների ոտնահետքերով։ Սակայն լինելու էր այն, ինչ նախատեսված էր, գուցե ի վերուստ։ Այլևս վերջ դրվեց նրա երազած կարիերային, պետք է ընտրել ընտանիք կամ արվեստ։ Երկուսն էլ մեծ նվիրում էին պահանջում, երկուսին էլ պետք է տրվել անմնացորդ։ Սուսաննան ընտրեց իր կյանքի ամենամեծ կարևոր ստեղծագործությունները, զբաղվել երկու որդիների խնամքով ու դաստիարակությամբ և նվիրվեց անմնացորդ, առանց ափսոսանքի, սակայն սրտում դեռ փայփայելով հույս, որ մի օր կվերադառնա իր սիրած արվեստին։ Եվ գուցե այդպես էլ եղավ,
երկարատև ընդմիջումից հետո, երբ հասկացավ, որ զավակները արդեն ամուր կանգնած են իրենց նպատակների ճանապարհին, հենց նրանց իսկ հորդորով ու աջակցությամբ վրձին վերցրել ձեռքը, դողդոջուն ու անվստահ։ Բավականին դժվարությամբ սկսեց ժամանակը փոքր ինչ լցնել իր այդքան երազած արվեստի պատառիկներով։ Նա մի պահ մտածում էր, որ վերջ, այլևս չի կարող նկարել այնպես, ինչպես պատկերացնում էր, սակայն մի քանի փորձից, գուցե մի անգամից անցավ դիմանկարելուն։ Նկարելու անհագ ծարավը նրան ստիպում էր նկարել ինչ պատահի, անգամ տան պատերին։ Ընդունեց նաև պատվերներ մարդկանց կողմից։ Չարաբաստիկ պատերազմից հետո նախաձեռնեց մի ծրագիր, նկարելով հերոսների դիմանկարները տարբեր կերպարներում և նկարելու ամբողջ ընթացքը վերածելով հոլովակի, որպես հերոսապատում, համացանցի միջոցով ճանաչելի դարձնելու և հիշեցնելու հերոսի մասին։ Իսկ վերջում նկարը նվիրում էր հերոսի ընտանիքին։ Այս արարքի մասին լսելով գովեստի ու շնորհակալական խոսքեր հնչեցին, իսկ Սուսան Գևորգիի պատասխանը եղել է. «Ինչ էլ անենք, ոչինչ է նրանց կյանքի դիմաց»։ Որքան էլ մտածեր, որ նա նկարում է ոչ թե զոհված զինվորի, այլ անմահացած հերոսի, միևնույն է, մեծ հոգեկան դժվարություն էր հաղթահարել այդ ճնշող զգացումը։ Որոշ ժամանակով դադար է տվել այդ նախաձեռնությանը։ Սուսան Գևորգին իր օրը լցնում էր նաև իր մյուս նախասիրությամբ, բազում բեմական հագուստներ ու պարային խմբերի համար տարազներ ստեղծելով։ Այդ ամենը ամբողջությամբ նա անում էր միայնակ, իր իսկ դիզայնով ու մոդելավորմամբ, չունենալով դրանց համար նախատեսված պրոֆեսիոնալ նախշազարդող ու ասեղնագործող մեքենաներ։ Սակայն այդ ամենի տակից նա միշտ պատվով էր դուրս գալիս, արժանանալով բոլորի հիացական ու զարմացական վերաբերմունքին։ Դրանց թիվը գերազանցում էր մի քանի հարյուրը, գուցե հազարը։